կլրացնի պատասխանող կողմը, որտեղ ժամուկեսում ուղղակի հնարավոր չէր դա անել։ Խնդրեմ, պարոն Հովհաննիսյան, մոտ 35 րոպե ժամանակ ունեք դուք, պարոն Հովհաննիսյան։ Ես այդպես էլ կանխածում էի, դրա համար սկսեցի այդ նախապատրաստելուց արդեն փորձում էի կրճատել, որ այն մասերը, որ հնարավոր է, որ Տիկին Հովհաննիսյանի հետ ինչ-որ կերպ կրկնվում է, ես զերծ մնամ անդրադառնալու։ Ես ուղղակի նույն համավեր քվեաթերթիկների հետ կապված մի դիտարկում պիտի ուղղակի ներկայացնեմ, թիվը մեծ է, այսպես ասվում է, հարգելինս 2023 թվականին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ համավեր քվեաթերթիկների տոկոսը, տոկոսային արտահայտության մասնակիցներից եղել է 1,06%։ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ 1,15%։ Եվ կարող եմ ասել, որ ուսումնասիրությունը այն ժամանակ նաև մենք ուզում ենք հասկանալ, թե ինչու է այդքան բարձր անվավերները Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ մենք արձանագրեցինք փաստ, որ ընտրողների մի զգալի մաս այդպես իր քաղաքական կամքները արտահայտել։ Այսինքն անվավեր քվեաթերթիկներով նույնպես ընտրողները իրենց քաղաքական կամքն էին արտահայտել։ Սա ու բերել ներկայացնել որպես, չգիտեմ, ընտրական վարչահայության խախտում կամ այսպես կներեք ընտրողն է որոշում ինչպես վարվել իր քվեաթերթիկի հետ։ Ընտրության մասնակցած ընտրողների ստորագրությունների թվերի տարբերության հետ կապված։ Դիմումատուի կողմից ներկայացվել է 340 ընտրական տեղամասի վերաբերյալ տվյալներ բարձրդատարան, ընդհանուր տարբերությունը 27814։ Եվ այսպես ես 340 տեղամասերից 86-ը այն տեղամասերն են, որտեղ քվեարկել են զինվորները։ Այսինքն ես ինչպես հասկացա, բարձրդատարանը նախատեսում է այս այսինքն գաղտնի տվյալների հատուկ ուսումնասիրման այդ ընթացքը եւ այդտեղ արդեն դա կարող եմ ասել ուղղակի, որ այդ տարբերությունը հենց ճշգրիտ համընկնումների շատ տեղեր կա, որ մեկ թվի ճշգրիտ, այսինքն նույնական է տարբերությունը։ Դիմողի ներկայացրած, տեսեք, 105 դեպքերում այն կից ֆայլը, որ մենք ուսումնասիրել ենք, ըստ էության տարբերության այդ ստորագրությունների թվի սյունակը դատարկ էր, բայց այնտեղ կողքը կար նշում ինչ-որ ավել, այսինքն նշում ավել, և այսպես ասեմ, որ երբ որ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ ունակ 30 տեղամասի դեպքում ուղղակի սխալ է հաշվարկված։ Ուղղակի։ Կա ստորագրությունները, կա դիմողի հաշվարկը, ոնց է հաշվարկի կատարվել, ենթադրում եմ, որ երևի արհեստական ինտելեկտով է հաշվարկը կատարվել, չգիտեմ, վերսիայի տարբերությունն է եղել, անվճար վերսիա եղել, վերջը, թե ոնց է դա տեղի ունեցել, ես չգիտեմ, բայց փաստ է, որ կա տվյալները եւ հաշվարկը սխալ է կատարել եւ ներկայացնում է որպես այդ տեսեք տարբերություն։ Այս 30, ես ինչ եմ այս 30-ի վրա հատուկ ուշադրություն հրավիրում, որտեղ այս 30 սխալ հաշվարկած տարբերությունը ընդհանուր մոտ 8000 տարբերություն է։ Երբ որ այս 8000-ը հանենք, զինվորները հանենք եւ այլ, կտեսնենք, որ չկա այդ տարբերությունը, այդ 27814-ը չկա։ Բայց ես պիտի շնորհակալություն հայտնեմ դիմողներին, որովհետեւ այս դիտարկումը եղավ առիթ, որ արդեն 3 օր է ստորագրված այդ ստորագրությունները, ընտրական ստորագրությունները ստուգվում են մեկ առ մեկ։ Այսինքն այն տարբերակը, որ ընտրատարածքները, ես դա ուղղակի բարձր դատարան տեղեկացնեմ, որ
դա այդ 120,000 էջը 24 ժամում սկանավորվել են ընտրատարածքային տրական հանձնաժողովների օպերատորների կողմից, այդ աշխատողների կողմից։ Եվ այն, որ կարող էր, ասենք, զուտ տեխնիկական ինչ-որ թերություններ լինել, դա ոչ ոք չի կարող բացառել։ Ու մոտավորապես 10 նման դեպք արդեն այդ մեկ առ մեկ ստուգման ընթացքում արդեն հայտնաբերվել են։ Եվ մեր եզրափակիչ ելույթում մինչև այդ բարձր դատարան ձեզ կներկայացի այս ճշգրիտ այդ տարբերությունը, եթե ես թող չսխալվեմ, բայց մոտավորապես 100-ի կարգի կարող է լինել։ Եվ սա այն դեպքն է, մինչև երբ որ տեղամասերում նույն, եթե օրինակ տեսագրությունները նայենք քվեարկության, այդ գործընթացի կտեսնենք, երբ որ օրինակ ընտրողները շատ են, այսինքն կա ընտրողների այսպես կուտակում, այսպես ասենք, այսինքն տեղամասում ընտրողները շատ են, հանձնաժողովը աշխատում է լարվածության պայմաններում, լինում է դեպքեր, երբ որ տեսնում ես, որ ընտրողը տեխնիկական սարքի մոտ գրանցվում է, եւ քանի որ այնտեղ ցուցակի մոտ ցուցակը սպասարկող հանձնաժողովականը զբաղված է, ինքը ուղղակի շրջանցում մոտենում է միանգամից քվեաթերթիկները եւ ծրարը տրամադրողին։ Այսինքն հատուկ են դեպքեր 2000 տեղամասերում, որ կարող են նման դեպքեր լինել, կան եւ դրա համար կա ընտրական օրենսգիրքը, որ այդ ամենը հաշվարկվի։ Եվ դրա համար ընդհանրապես անճշտությունների ինստիտուտը դա խախտումների, թերությունների ազդեցության գնահատումն է։ Ու դա այդպես է 27 տարի առնվազն, որ 99 թվականի ընտրական օրենսգիրքով կա, Տիկին Հովհաննիսյանը շեշտեց, որ դրանից առաջ էլ է եղել, եւ դա ճիշտ է, որովհետեւ եթե չլինի խախտումների գնահատման ինստիտուտ, որպեսզի անճշտություններն է, ըստ էության մենք թափես չենք կարողանա հաշվարկել։ Հա, մի բան էլ նկատեմ, որ իմիջած այդ թվային տարբերությունը, որ կար, այնտեղ 10-51 տեղամասներ էր ներառած, որը կրկին նույնպես զինվորների քվեարկությամբ էր պայմանավորված։ Եվ մի դիտարկում էլ այս թվային պատմության հետ կապված, ըստ էության կա նաև մի խնդիր, որ դիմողը օգտվել է նախնական քվեարկության արդյունքների աղյուսակավորման տվյալներից, որը որ հրապարակվել է հունիսի 8-ին։ Հունիսի 14-ին հրապարակվել է քվեարկության վերջնական արդյունքների աղյուսակավորումը եւ համեմատությունը ցույց տվեց, որ ուղղակի դիմողների մոտ այդ տարբերություններից մի մասն էլ պայմանավորված է այդ հանգամանքով, այսինքն իրենք օգտվել են նախնական արդյունքներից, որոնք բնական է, որ նախնական արդյունքները միշտ նախնական են, իրենք ճշգրտված չեն։ Այս ընտրություններում 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում քվեարկության նախնական արդյունքները ըստ էության այսպես հանրային մեծ ուշադրության կենտրոնում հայտնվեցին, որովհետև ստեղծվեց մի իրավիճակ, երբ որ բոլորին պարզ է, որ մեկ ձայնը որոշիչ է։ Այո, դա մեր քաղաքացիների կամքն է եւ ըստ էության մենք ունենք իրավիճակ, երբ որ ընդամենը 4 տեղամասում սխալ մուտքագրում է եղել, եւ սա անդադ հմկահարվում է, ես ասեմ, որ բոլոր նախորդ ընտրությունների համեմատ սխալ մուտքագրումների ընդհանրապես այս տեխնիկական սխալների ցուցանիշը էապես անգամներով նվազել է, բայց այս անգամ ունենք հանրային մեծ ուշադրություն, որովհետև ինքը
արդեն քվեն է առավել քան կարևորվել։ Մի քանի նաև թվային այլ տվյալներ։ Օրինակ, միասնության թևեր կուսակցության դիմումում էր 34-63 ընտրատեղամասում, որ ինչ-որ խնդիր կա։ 9 ձայն է եղել, իրենց ձայները կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակված տվյալներում 9 ձայն է, կամ 6-ի 9 տեղամասում։ Միասնության թևերի ձայները եղել են 23 ձայն, վերահաշվարկից հետո դարձել են 24։ Դիմումում իհարկե այս թիվը նշված է, եթե չեմ սխալվում, 34, բայց իրականությունը 23-ը վերահաշվարկից հետո դառել է 24։ Սա է։ Կամ մեկ այլ տեղամասում 22-10-ում ամեն ինչ ճշգրիտ արձանագրված է եղել։ 2005 ընտրական տեղամասերից Պարսդատարան 637-ում կամ 32%-ում իրականացվել է վերահաշվարկ։ Մեծ մասը իրականացվել է ուղղակի կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն այսպես հանձնարարականով, որ ցանկացած շահագրգիռ կողմից, հանձի կողմից որևէ թեկուզ sense մազաչափ կասկածի դեպքում լավ իրենք չեն կարողացել, չեն հասցրել, իրավաչափ դիմում չեն ներկայացրել, բայց մեր հանձնարարականը եղել է անդրադարձային ընտրական հանձնաժողովներին ոչ մի կասկած չթողել չփարատված։ Բոլոր ով որ ինչ-որ կասկած ունի, բոլոր կասկածները պիտի փարատվեն։ Երևանի 478 տեղամասից 319-ում վերահաշվարկ է իրականացրել։ Ուսա չի իրականացել, որ այ խախտումներ ա եղել, չգիտեմ, չէ։ Ուղղակի մենք նաև գիտակցելով, որ ունենք իրավիճակ, երբ որ ամեն քվեի հետ կապված կա շահարկում։ Եվ դրա համար մեր համար շատ կարևոր է եղել, որ որտեղից կհնչի այդ կասկածը պիտի փարատվի, չպիտի որևէ կասկած մնա չփարատված։ Եվ ունեք, այստեղ ասվեց, որ չգիտեմ, ներկայացվեց այսպես գունագեղ ընտրությունների, այսպես խայտառակ վիճակի վրա, դեք 1757 տեղամասից ուղիղ եթերով ապահովել է քվեարկության ընթացքի արդյունքների ամփոփման հեռարձակում։ Եթե քաղաքացիները այլ ընդամենը հետևել են, կուսակցությունները այսօր էլ հնարավորություն ունեն այդ տեսագրությունները ներբեռնելու։ Ուր են այդ խայտառակ ընտրությունների տեսագրությունները։ Չէ, հասկանանք, թերություններ, այո, թերություններ եղել են։ Եվ մեր խնդիրն է, որ բոլոր ընտրություններից հետո բոլոր թերությունները վեր հանենք եւ շտկենք։ Եվ պես ուղղակի հայտարարել, որ եղել են ու վերջ չէ։ Հարգելի դիմողները, եթե բերեին ապացույցներ, բերեին, այսինքն այդ տեսագրությունները, չգիտեմ, քվեարկության ընթացքում եթե եղել է մեկ դեպք, որ օրինակ որևէ քվեախույց օրինակ երկրորդ մարդը չէ մտել, մի անգամից ամբողջ համացանցը դուք կտեսնեք այդ նույն կադրը։ Այսինքն իմ ասածը ինչի մաս է, որ այն մազաչափ թերություններ, որ եղել է, տեղում են ինչ որ խնդիր եղել է, դա անմիջապես բարձրաձայնվել է ու մենք բոլոր նման դեպքերի հետևից գնացել ենք։ Ես ուղղակի մի թվային տվյալ ըստ էության 2005 տեղամասային ընտրական հանձնաժողովները մոտավորապես 3-4 ժամվա ընթացքում
1.5 միլիոն քվեաթերթիկ են սպասարկել։ Սա ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք ծանրաբեռնվածությունը հասկանանք։ Մարդիկ են, աշխատել են 30 ժամյա ռեժիմով ըստ էության։ Եվ հնարավոր է նաև, որ այդ աշխատանքի ընթացքում առանձին մարդիկ կարող են թերանալ, օրինակ այդ քվեաթերթիկների գնահատման, մյուս հարցը։ Կարող լինի, դրա համար էլ ամբողջ համակարգը կոչվում է նախնական եւ կա նաև վերահսկողության, վերահաշվարկի ինստիտուտը։ 38 ընտրական մեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, եթե հաշվարկենք թե այդ գիշերը նախնական արդյունքների ամփոփման քանի տվյալ են մուտքագրել, հանրագորմարային մոտ 70,000 տվյալ, այսինքն ամեն աշխատողը միջինում 2000-ից մի փոքր պակաս տվյալ մի աշխատողը մուտքագրել է այդ գիշերվա ընթացքում։ Բարձր դատարան։ Նախ անդրադառնամ ամենաքննարկված եւ ըստ էության կարող եմ ասել, որ այս վարույթի հիմնական խնդրի դա 10 կոտորակ 51 եւ 35 կոտորակ 65 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու խնդրին։ Նախ պիտի անդրադառնամ այն հարցին, թե ինչու է կենտրոնական ընտրական հանձնաժողովը հատուկ ուսումնասիրել այս երկու ընտրական տեղամասերը։ Որովհետև հունիսի 7-ի արժանտրությունների քվեարկության ավարտից անմիջապես հետո եւ նաեւ հաջորդ 2 օրերին սոցիալական ցանցերում հիմնական շահարկվող քննադատվող խնդիրը վերաբերվում էր 3 տեղամասերում զինվորների քվեարկության։ Ակնհայտ էր, որ 12-13 տեղամասը, որ ընտրական ուժերից մեկի քվեաթերթիկը չէր եղել, սա արդեն ակնհայտ էր եւ վիճարկում քննարկվում էր զինվորների քվեարկության հետ կապված 3 տեղամաս, դրանք էին 10 կոտորակ 51, 20 կոտորակ 56 եւ 35 կոտորակ 65։ Ըստ էության մեր ուսումնասիրությունները ինչ ցույց տվեցին, որ այս 3 տեղամասերից երկուսում կոնկրետ 10 կոտորակ 51 եւ 10 կոտորակ 65 35 կոտորակ 65 տեղամասերի պարագայում այն որ քվեարկության կարգի խախտում էր տեղի ունեցել արձանագրվեց։ Իսկ մեր կողմից այդ փաստը հաստատվեց։ 10 կոտորակ 51-ում քվեարկությունը 20:00-ից հետո շարունակվել էր 1 ժամ 22 րոպե, իսկ 35-65 տեղամասում 3 ժամ 38 րոպե, եթե չեմ սխալվում։ 20-56 տեղամասում քվեարկությունը ավարտվել էր 20:22-ին, ինչը մեր կողմից գնահատվեց որպես իրավաչափ։ Այսինքն այն որ քվեարկության ավարտից հետո նկատի ունեմ 20:00-ի պահին այդ պահին կարող էր տեղամասում օրենքը ասում է քվեարկության սենյակում եղած ընտրողները պիտի ընտրողներին հնարավորություն է տրվում քվեարկելու։ Նոր քվեարկությունը ավարտվում է ու այն որ կարող էր ասենք 20-22-ին ամփոփիչ այդ նույնականացման սարքյան ամփոփիչ կտրոնը տպվել եւ գրանցում կատարել քվեարկության ավարտի մասին, դա նշանակում է որ մոտավորապես 15-ից 20 ընտրող կարող էր կամ 10 հանձնաժողովի աշխատանքի առավելություն, բայց ինքը լիարժեք իրավաչափ իրավիճակ կարող էր եղած լինել։ Նամար այդ տեղամասին մենք չենք անդրադարձել։
Եվ սա թե ինչ ենք անդրադարձել։ Այստեղ դիմումատուներից կոնկրետ Բարգավաճ Հայաստան կուսակցության դիմումում 1.9 կետ եւ 1.10 կետերում այսպես դիմումի ուղղակի կան պնդումներ ու կցված են թվեր, այստեղ էլ այդ թվերը հնչեցվեցին, որ իրականության հետ կապ չունեն։ Ավելին կենտրոնական ընտրական հանձնաժողովում վերագրվում է անհիմն եւ կեղծ մեղադրանք։ Թիվ 254A եւ թիվ 255A որոշումները ընդունվել են հունիսի 11-ին։ Հունիսի 11-ին վերահաշվարկի արդյունք, քվեարկության ամփոփ արդյունք, նման բան չի եղել, ոչ կենտրոնական ընտրական, ոչ որևէ տեղում կարող է լինել, որտեվ վերահաշվարկը այդ օրը հունիսի 11-ին մինչև առանձին ընտրատարածքներում մինչև ուշ ժամ շարունակվել է։ Հաջորդ օրը վերահաշվարկը շարունակվել է մինչև հունիսի 12-ի 14:00 եւ քվեարկության արդյունքների նախնական պատկեր, ասես ենք, որ արդեն բոլոր ճշգրտումները մեկ առ մեկ արվել են եւ թվային պատկեր կենտրոնական ընտրական հանձնաժողովում եղել է հունիսի 12-ի ժամը 23-ի սահմաններում։ Բայց դիմումատուն մեղադրում է, որ այ դուք իմացել եք, չգիտեմ, այսպես իմացել եք նախորդ ինչ-որ։ Բայց ես ուզում եմ մի բան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը իր իրավաչափությամբ գնահատվել է նաև վարչական դատարանի կողմից։ Բոլորը ընդունում են, որ խախտումները, որ եղել են կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր էր այդ խախտումներին արձագանքել։ Եվ այստեղ խնդիրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինչու չի արել այն, ինչ որ մենք ցանկանանք։ Մոտավորապես մեղադրանքը ոչ թե իրավական է, ոչ թե ընտրական օրենսգրքով է հիմնավորված, այլ մեղադրանքը այս է, որ մեր համար ցանկալի տարբերակը կլիներ այս, ինչու կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի արել այն, ինչ մենք մեր ցանկությունն է։ Սա է դիմողների փաստարկի էությունը սա է։ Ես երկու թիվ էլ ասեմ ու գնանք արդեն իրավական, այսպես ճանադաշտը տեղափոխվենք ամբողջությամբ։ 35-65 տեղամասում այդ 20:00-ից հետո քվեարկել է 281 ընտրող։ Սա ուղղակի թվեր եմ ասում։ Իսկ 10:51-ում 20:00-ից հետո 125 ընտրող։ Պարտավոր էր կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձագանքել, պարտավոր էր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավունք ուներ 48.1 հոդվածի հիման վրա ընտրական օրենսգրքի վերահսկողական լիազորությամբ վերանայելու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշում։ Այո, ուներ, եւ դա հաստատվել է նաեւ վարչական դատարանի վճիռներով։ Ես այստեղ այդ վարչական դատարանի վճիռներից մեջբերումներ եւ իրավական հիմնավորումները կան, չեմ ընթերցել, դա կարծում եմ ձեզ էլ հարգելի դիմողներ հայտնի է, բարձր դատարան ձեզ ներկայացված նյութերում դա կա եւ ես հետագայում նաեւ սրբագրելուց հետո նաեւ գրավոր նաեւ ես կտրամադրեմ այս մասը եւ մի դիտարկում է այստեղ
մինչև ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածին առաջի մասին անդրադառնալը, ես նկատեցի մի շփոթություն, որը որ դիմողների մոտ, դիմող մեր հարգարժան իրավաբանների մոտ կա, դա ընտրությունների եւ քվեարկության արդյունքների շփոթումն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել երկու տեղամասերի, իսկ մեկ տեղամասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն է իր որոշմամբ անվավեր ճանաչել քվեարկության արդյունքները։ Իսկ ընթերցեմ 101-րդ հոդվածը ընտրական օրենսգրքի առաջի մասին։ Եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին։ Ընտրությունների արդյունքները դա ամբողջ արդյունքն է։ Քվեարկության արդյունքը դա դրա դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից որ ճանաչվել է, որ քվեարկության արդյունքները օրինական չեն եւ օրինական հնարավոր չէ օրինական տվյալ տեղամասում քվեարկության արդյունքը բարձել, դա վերաբերում է առանձին տեղամասերին։ Ու այս դեպքում մենք տարբեր հասկացությունների հետ գործ ունենք։ Այսինքն առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու համար անհրաժեշտ էր, որ դրանցում տեղի ունեցած խախտումները կենտրոնական ընտրական հանձնաժողովը գնահատի որպես ընդհանուր ընտրությունների արդյունքների վրա ազդող։ Ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների անվավեր ճանաչելու ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա կարգավորում է ընտրական օրենսգրքի 72-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով։ Ընտրական տեղամասում 5-րդ մասը սահմանում է մասնավորապես։ Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչվելու դեպքում այդ տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը արձանագրվում է որպես տեղամասում անճշտությունների գումարային չափ։ 6-րդ մաս քվեարկության արդյունքների արձանագրությունը կազմելիս մնացած տեղամասերի քվեարկության արդյունքներին համապատասխանաբար գումարվում է քվեարկության արդյունքները անվավեր ճանաչած տեղամասի քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը, քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչված ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները, թվերը բացառությամբ անճշտությունների չափի արձանագրում է 0։ Սա ընտրական օրենսգրքի պահանջն է։ Ըստ այդ, ընտրությունների արդյունքներով անճշտությունների թիվը այս հանրագումարում կազմել է 4331։ Այս 4331-ից 3395-ը դրանք անվավեր ճանաչված 3 ընտրական տեղամասերի քվեարկության մասնակիցների հանրագումար թիվն է։ Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի կուսակցության դեպքում 4%, մինչև 3 կուսակցություններից կազմված դաշինքների դեպքում 8%, 4 եւ ավելի դեպքում 10%։ 2026 թվականի հունիսի 7-ի այժմտրությունների քվեարկության ամփոփ արդյունքներով կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը կազմել է 1,456,740 եւ եթե ավելացնենք 4331 անճշտությունները, ապա այս դեպքում այս հանրագումարը կազմելու է 1,461,071 եւ այս դեպքում անցողիկ շեմը 4%-ը կազմելու է 58,442,84։ Այսինքն կոնկրետ 4%-ի շեմը հաղթարելու համար կուսակցությունները պիտի ունենային քվե 58,443 ձայն։ Պարոն Ավագիմյան, խնդրում եմ
5 րոպեվա ընթացքում ամփոփեք։ Եթե բարձր դատարան, Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, եթե գոնե 10 րոպե, որովհետև ամեն դեպքում հաշվի առնելով, որ մենք խոստացել էինք, որ ճկուն ենք գնելու, 15 րոպե ունեք։ Շնորհակալություն։ Իսկ դաշինքների 8%-ի դեպքում անցողիկ շեմը 116886 է։ Սա այս թվերը հուշում են, որ քանի որ թվերը հրապարակված են, ես չկրկնեմ, բայց անցողիկ շեմը ըստ էության հաղթահարել են ըստ այս տվյալների 3 քաղաքական ուժեր. Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը եւ Հայաստան կուսակցությունների դաշինքը։ Որպեսզի գնահատենք խախտումների թվային ազդեցությունը։ Ես նշեցի, որ 72 հոդվածով ընտրական օրենսգրով պայմանավորված անճշտությունների թիվը, որպես խախտումների ազդեցություն, ավելացել է 3395 թվով, ցուցանիշով։ Եթե անճշտությունների թվից, այսինքն 4331-ից հանենք խախտումների ազդեցությունը, այսինքն այդ 3395 խախտումների ազդեցությունը հանենք 4331-ից, մեզ մոտ անճշտությունների թիվը ստացվում է 936։ Եվ երբ որ այս 936-ի լույսի ներքո ենք, այսինքն մենք ունենք 1,456,740 կողմձայներ եւ ունենք այս դեպքում արդեն 936 անճշտություն։ Հանրագումարը կազմում է 1,457,676։ Այս դեպքում, որպեսզի քաղաքական ուժը կուսակցությունը 4%-ի շեմը հաղթահարի, շեմը ստացվում է 58307.04, այսինքն ստացվում է, որ 4%-ի շեմի շեմը դա 58308-ն է, որովհետև ամեն դեպքում որ ամբողջ 0.4-ը դա ենթադրում է, որ պիտի գոնե մեկով ավելի լինի։ 8%-ի դեպքում 116614.08։ Նշված թվային տվյալների պարագայում պատկերը նույնն է։ Անցողիկ շեմը հաղթահարել են քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը եւ Հայաստան կուսակցությունների դաշինքը։ Քանի որ հաջորդ ամենաշատ քվեստացած Բարգավաճ Հայաստան կուսակցության պարագայում ձայները եղել են 58287։ Սա այն իրողությունն է, որը ունենք։ Ես չեմ ասում, ես ընկալում եմ ասենք այդ հույզերը, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը այսպիսին է, թվային արտահայտությունը այսպիսին է, եւ սա է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը։ Բարձր դատարան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից որևէ տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելուց հետո անհրաժեշտ է գնահատել, թե տվյալ խախտման իրավական հետևանքներից որն է իրականում ունակ վերականգնելու ընտրողի ազատ, հավասար, իրական կամ արտահայտությունը։ Ընտրական վեճի նպատակը չի կարող լինել միայն խախտմանը արձագանքելը, անկախ այդ արձագանքի հետևանքներից։
Ընտրական վեճի լուծման նպատակը պետք է լինի ընտրողների իրական կամքի պաշտպանությունը, ընտրողների ընտրությունների արդյունքների լեգիտիմության պաշտպանությունը, այնպիսի միջոցի ընտրություն, որը չի ստեղծում ավելի մեծ աղավաղում, քան այն խախտումը, որի հետևանքը տվյալ դեպքում անհրաժեշտ է վերացնել։ Այս համատեքստում վերաքվեարկություն նշանակելը չի կարող դիտվել որպես քվեարկության արդյունքների անվավեր ճանաչելու մեխանիկական հետևանք, այնինչ ամբողջ այս վեճի ընթացքում փորձ է արվում ներկայացվել։ Չի կարող վերաքվեարկությունը ներկայացվել որպես մեխանիկական հետևանք եւ ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածը հենց այդ մասին որքան է փորձ արում այլ կերպ ներկայացնել։ Վերաքվեարկությունը իրավաչափ եւ հիմնավորված կարող է լինել միայն այն դեպքում, երբ կոնկրետ պայմաններում կարող է ապահովել ընտրությունների իրական արդյունքը, ազատ եւ հավասար ընտրական իրավունքի սկզբունքի հաշվառմամբ։ Եթե վերաքվեարկությունը տեղի ունենալու այնպիսի պայմաններում, որտեղ ընտրողների կամքի ձևավորման միջավայրը արդեն փոխվել է, ընտրությունների համընդհանուր արդյունքները հայտնի են։ Ընտրողների որոշակի խումբ հայտնում է մյուս ընտրողներից էապես տարբեր տեղեկատվական եւ քաղաքական ազդեցության պայմաններում։ Իսկ սա այդ մեկտեղ նաև ունենք իրավիճակ եւ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացված տեղեկատվությունների համաձայն անդադ խոսվում է ընտրակաշառքի, կոռուպցիոն, այսպես ենք ընտրողների կամքի վրա ազդեցության այդ մեթոդների մասին։ Ես կարող եմ ասել, որ արդյունքները անվավեր ճանաչելուց հետո ըստ էության պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ չտա նաև, որպեսզի ընդհանուր մեր ընտրողների իրավունքը, ասես ենք, տվյալ դեպքում ունենք 99.8% ամփոփված լիարժեք օրինական ընտրողների քվեարկություն եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նաեւ պարտականությունն է այս օրինական քվեարկությունը պաշտպանել։ Սահմանադրության 7-րդ հոդվածը սահմանում է, որ ազգային ժողովի եւ համայնքների ավագանի ընտրություններին, ինչպես նաեւ հանրաքվեներ անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկության։ Այս դրույթը պահանջում է, որ ողջ ընտրական գործընթացը կառուցված լինի այնպես, որ ընտրողի կամքը ձևավորվի եւ արտահայտվի ազատ պայմաններում, իսկ ընտրողները մասնակցեն ընտրության հավասար ընտրական միջավայրում։ Ազատ ընտրությունը նշանակում է ոչ թե ֆիզիկական հարկադրակի բացակայություն կամ խցիկում գաղտնիության ապահովում, այլ նաեւ այն, որ ընտրողը չի գտնվում ապօրինի ազդեցության, ուղղորդման, նյութական շահագրգռման կամ տվյալ դեպքում ընտրությունների ընդհանուր արդյունքների խմբագրման միտված ազդեցության ներքո։ Այս համատեքստում, երբ քվեարկության մասնակցած ընտրողները իրենց քվեն տվել են այն պահին, երբ ընտրությունների արդյունքները հայտնի չէր, իսկ հետագայում միայն որոշ տեղամասի ընտրողներ պետք է քվեարկեին արդեն հայտնի ընդհանուր արդյունքների պայմաններում, առաջանում է ազատ եւ հավասար ընտրական իրավունքի իրացման խնդիր։ Քվեարկությանը մասնակցած ընտրողները գործել են անորոշության պայմաններում, նրանք չգիտեին ընտրությունների վերջնական արդյունքը եւ իրենց այդ վերջնական արդյունքը կախված է իրենց քվեից։ Ակնհայտ է, որ ընտրվող ուժերի հարաբերակցությունը
ձայների տարբերությունը, մանդատների հնարավոր բաշխումը կամ իրենց ձայների կոնկրետ հաշվարկի ազդեցությունը վերջնական արդյունքի վրա ըստ էության դառնում է ընտրողի կամքի աղճատման մի գործիք։ Նման պայմաններում վերաքվարկությունը այլևս չի կարող լինել նույն ընտրությանը բնորոշ շարունակություն։ Այն բնական շարունակությունը, որպեսզի պետք է լինի։ Այլ կվերածվի երկրորդային հաշվարկված եւ թիրախավորված քաղաքական գործընթացի, հանգեցնելով, ինչպես ընդունված է ասել, տակտիկական քվեարկության։ Այս հանգամանքը նույնիսկ Վենետիկի հանձնաժողովն է դիտարկել որպես լուրջ ռիսկ։ Վենետիկի հանձնաժողովի 2025 թվականի հրատապ զեկույցում, որը վերաբերում էր ընտրությունների արդյունքների չեղարկման հարցերին, նշվում է, որ եթե խախտումները սահմանափակվել են որոշ ընտրական տեղամասերով, ապա սկզբունքորեն իրավական արձագանքը կարող է սահմանափակվել հենց այդ տեղամասերով։ Սակայն նույն մոտեցման շրջանակում Վենետիկի հանձնաժողովը հատուկ ընդգծում է մի բացառություն. մասնակի վերաքվեարկությունը չի կարող պատշաճ միջոց լինել, եթե տվյալ ընտրական տեղամասերում կրկնակի քվեարկությունը չի երաշխավորի արդար ընտրական արդյունքի հնարավորությունը, բացառելով տակտիկական քվեարկության հնարավորություն։ Եթե ընտրական մարմինը ինքը գիտի, որ ու հստակ է, որ վերաքվեարկությունը չի լինելու նույն ազատ միջավայրում, այլ ընդամենը այդ վերաքվեարկությամբ հնարավորություն է ստեղծելու 99.8% օրինական քվեն վերախմբագրել։ Այս դեպքում ընտրական մարմնի պարտականությունն է պաշտպանել 99.8% քվեների օրինականությունը։ Սահմանադրական դատարանի 408 որոշմամբ 2003 թվականի որոշում է։ Սահմանադրական դատարանը ևս անդրադարձել է ընտրողի իրավունքների պաշտպանությանը, որոնք իրենց ընտրությունը օրինական ճանապարհով կատարել են։ Եվ այս տեսանկյունից ընտրական խախտումների հետևանքները գնահատելիս չպետք է որ հնարավորություն տրվի, որպեսզի ոտնահարվի այն ընտրողների ընտրական իրավունքը, որոնք արդեն օրինական քվեարկել են։ Վենետիկի հանձնաժողովի մոտեցումը շատ կարևոր է այս խնդրի հետ կապված, որտեղ ասում է, որ ընտրությունների արդյունքների չեղարկման հիմնական չափանիշը պետք է լինի այն, թե արդյոք խախտումները կարող են ազդել ընդհանուր ընտրությունների արդյունքների վրա։ Իմ ներկայացրած թվային պատկերը, որքան էլ որ շեմը, այսպես ասեմ, այսպես շատ փոքր է, բայց ցույց է տալիս, որ ընդհանուր արդյունքների վրա չի ազդել։ Ընտրական մարմինը պարտավոր է ընտրել այնպիսի միջոց, որը անհրաժեշտ է համաչափ է եւ նվազագույն միջամտությամբ պաշտպանում է ընտրողի իրական կամքը։ Եթե տեղամասի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելը չի փոխում հաղթողին, մանդատների բաշխումը, ընտրական շեմի հաղթահարման հարցը
կամ առաջացնում ընտրությունների այլ իրավական հետևանք, ապա այդ դեպքում վերաքվարկությունը կարող է չծառայել վերջնական իրավական արդյունքի վերականգնմանը, այլ միայն ստեղծել նոր քաղաքական եւ իրավական ռիսկներ։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի թիվ 25 ընդհանուր մեկնաբանության համաձայն ընտրողները պետք է կարողանան իրենց կամքը ձևավորել եւ արտահայտել առանց անհարկի ազդեցության կամ հարկադրանքի, որը կարող է աղավաղվել կամ խոչընդոտել ընտրողի կամքի ազատ արտահայտումը։ Այս չափանիշը պահանջում է, որ ընտրական մարմինները գնահատեն ոչ միայն քվեարկության տեխնիկական ընթացքը, այլև ընտրողի կամքի ձևավորման ազատությունը, հարցուտատը։ Ես ձեր հայացքներից հասկանում եմ, որ ժամանակը մի քիչ շատ եմ անցել, հարցուտատը։ Լավ։ րոպեով, ինչը 40 րոպեի 25%-ն, Լավ։ 1 ժամ 30 րոպեի 25%-ը 22 րոպե մոտավորապես։ Շնորհակալություն Պարոն դիմողները, շնորհակալություն Բարի Աջանավը, բայց ես բարձր դատարան ես կավարտեմ իմ խոսքը, ասելով, որ այսպիսով պատասխանող կողմը կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է ներկայացված դիմումների բոլոր 7 դիմումները ամբողջությամբ։ Գտնում է, որ վիճարկվող որոշումը մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովի վիճարկվող որոշումը իրավաչափ է։ Կայացվել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ, ուստիև խնդրում ենք դիմումները մերժել, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1406 2026 թվականի 259A որոշումը թողնել ուժի մեջ։ Շնորհակալություն բարձր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ալյան։ Խնդրեմ, առաջարկություն ունեք ինչ-որ։ Ինչ-որ միջնորդության հետ կապված էր։ Չէ, դե մենք հրավիր ենք, իհարկե, հիմա հարակից պատասխանողներից հրավիրում ենք խոսափողի մոտ դատախազության ներկայացուցիչ։ Եվ հարակից պատասխանողները հիշեցնեն, որ յուրաքանչյուր ունի 30 րոպե բացատրություններ տալու համար։